Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, բոլորիդ ողջունում եմ Մոսկվայից, այսօր մեր մոդելի ցանքի օր է, որոշեցի ճիշտ ասած դրսից սկսեմ նայեք մեր բակում ինչ սարեր են առաջացել ձնից, մի քիչ արդեն մեր մոտ եղանակը տաքացել է, -8 աստիճան է արդեն մեր մոտ Մոսկվայում, սիրելիներս, 8 էլ չէ, -7 աստիճան, մինչ այդ մոտավորապես մինչև -30 աստիճան եղավ մեր մոտ, նայեք ինչպիսի սարեր են առաջացել ձնից, ասում եմ սիսնու մասիսն է դարձել մեր բակը, նայեք ինչ հետաքրքիր է, դե եկեք հիմա գնանք փոքր ջերմոտ սատիլանոց ցանք անելու, սիրելիներս, մտանք փոքր ջերմոտ սատիլանոց, սիրելիներս, այստեղ ամուսինս պատրաստում է հողը ցանքի համար, թրջել ենք հողը գոլ ջրով, սենց ամանի մեջ թրջում ենք հողը, դե տորֆը մի քիչ դժվար է վերցնում իրա վրա ջուրը, եկեք մինչև ամուսինս հողը պատրաստի, ես ձեզ ցույց տամ ինչքան ծլած ծաղիկներ ունենք, այստեղ մենք ունենք, նայեք, ծաղիկներ ծլած, հա, ընդամենը սերմը 100 հատ էր, չէ, համ օսպորպիեմուսի սերմերը 100 հատանոց տուփ էինք վերցրել, պատկեսենք այսքան է ծլել, երևի սկի մի 50 հատ էլ չի լինի, այստեղ արդեն ունենք ծլած ծաղիկներ, դեռ հող չենք տվել արմատներին, սիրելիներս, հա, այստեղ նայեք ինչ եմ տնկել, փորձարկում եմ արել, ֆիկուսի տերևը, ֆիկուսի ճյուղը կտրել եմ, սիրելիներս, մցրել եմ ալոյենի մեջ և տնկել եմ, փորձենք տեսնենք ինչպես է աճում, հետո ձեզ ցույց կտամ, այստեղ ինչն է մեր մոտ աճում դեռ չունենք ծլած այդ արկղի մեջ, այստեղ արդեն անյուտայի աչիկներն են, արդեն հող ենք տվել արմատներին, ինչպես ենք հող տալի արմատներին, սիրելիներս, մատերով կամ ինչ-որ փայտիկով, սենց զգուշությամբ, շատ զգուշությամբ, հողը սեղմում ենք դեպի արմատներին, որպեսզի ցողունները շատ բարալիկ չլինեն, երբ որ ցողունները բարալիկ են, շատ դժվար է լինում պիկերովկա անել, սա մեր մոտ արդեն անյուտայի աչիկն է, նայեք արդեն ինչքան ծլած ծաղիկներ ունենք, սիրելիներս, այնքան աշխատանք ունենք գարունը անելու, այնքան պիկերովկա ունենք անելու, պիկերովկան էլ թաղար դնելն է, թաղար ենք դնում պալետների մեջ, սիրելիներս, ընթացքում ձեզ ցույց կտամ, սա մեր մոտ գազանյան է, այստեղ էլ ենք արդեն հող տվել արմատներին, գազանյան 2 անգամ ենք պիկերովկա անելու, սա էլ է մեր գազանյան, հլը այստեղ նայեք, անյուտայի աչիկներն են, անյուտայի աչիկները չէ, պիտունյաներն են ամպելնի, ինչքան բարալիկ են, հլը նայեք, որոշ սատիլների վրա արդեն ցելոֆանները հանել ենք, արդեն աճում են նորմալ տեմպով, իսկ այստեղ նայեք, էլի ամպելնի պիտունյանա, շատ դժվար է ծլում, սիրելիներս, լրիվ չենք բացել պլյոնկան, սա էլ մեր զիմլինիկան է, ինչով եմ տարբերում, որ զիմլինիկան է, սատիլները շատ նման են իրար, ուղղակի հողին անպայման ավազ ենք խառնում, սիրելի հետևորդներ, զիմլինիկայի հողը չպետք է մաքուր տորֆ լինի, անպայման պետք է ավազ լինի խառնված, այսպես արդեն ահագին արկղներ ունենք ցանած, սիրելիներս, և այսօր ինչ ենք ցանելու, այսօր ցանելու ենք, սիրելիներս, այս 2 տեսակի պիտունյաները մեր մոտ բոլորը 1000 հատանոց ուպակովկաներ են, սպիտակը և այս գեղեցկություն աբադոկով, անցած տարի էլ ենք ունեցել, հիմա մեր հողը պատրաստ կլինի և կսկսենք ցանել, սիրելիներս, ոնց ենք իմանում, որ մեր հողը պատրաստ է արդեն ցանքի համար, հեսա ամուսինս ցույց կտա ձեզ, ոնց ենք հասկանում, որ պատրաստ է, մի հատ ցույց տու համ, հազիվ պատահ, ահա, սեղմում ենք ափի մեջ հողը և պետք է հազիվ կաթիլներ թափի, ուրեմն հողը պատրաստ է արդեն ցանքի համար, սիրելիներս,
Շատ թացել չենք անում հողը, երբ որ շատ թաց լինի հողը, սիրելիներս, մեր սերմերը կնեղեն հողի մեջ։ Ասֆալտում են։ Ասֆալտում ենք, որ պիտունյա ցանենք։ Շատ չենք սեղմում հողը, սիրելիներս, ուղղակի ուղեղացնում ենք, որ պուճուր առուներ անենք։ Աշխատեք հողը շատ չջրեք։ Արդեն ամուսնյակս ուժեղ մասնագետ է։ Այս տարի ես ծաղիկ չեմ ցանել, սաղ դու ես ցանել, անցած տարի գոնեցի ներարյան ես ցանեցի։ Ամեն 2 սանտիմի վրա Պուճուր առուներ ենք անում։ Հիմա ամբողջ արկղը կանենք եւ միասին կցանենք։ Բոլոր սերմերն էլ նույն տեխնիկայով ենք ցանում, սիրելի հետևորդներ, երբեք հողով չենք ծածկում սերմերը, միայն ծածկում ենք պլյոնկայով, ցելոֆոնով։ Եթե հողով ծածկենք, չեն ծլի ընդհանրապես։ Չոր հողով մի աննշան։ Հետո երբ որ սկսում է ծլել, նոր արդեն սկսում ենք արմատների վրա հող տալ, ցույց եմ տվել ձեզ արդեն։ Նայեք, այս տեսակի սերմը պիտունյան, այս տեսակի ամանի մեջ է, սիրելիներս։ Առաջ անգամ է, չէ՞, սենց ամանի մեջ։ Լսի, ոնց որ հոզար հոտ է չլինի, աշկից շատ է էսի։ Այս տարի մենք մի հատ բոնուս ենք ունեցել։ Այս տարի բոնուս ենք ունեցել, ժողովուրդ, ամպելնի պիտունյաները միշտ 1 ամպուլ է լինում ուպակովկայի մեջ, այդ մի սորտը եղել է 2 ուպակովկա հենց իմ ծննդյան օրն էր, ճիշտ ասած, ցանկ էինք անում ու սյուրպրիզով էր էլի։ Ու ինքը ահագին մեծ բան է էլի, որ այդ ամպելնի պիտունյան ամենասիրուն սորտը բուրգունդին 1 ամպուլայի փոխարեն, այսինքն 100 հատ սերմի փոխարեն 200 հատ էր։ Եվ այսպես սիրելիներ, սա սովորական պիտունյան է մեր մոտ, որը տնկում են բակերում, ասենք կաշպոների մեջ, բայց թափվողը չի էլի, սա թափվողը չի, ուղղակի գարշոչնի պիտունյա է ինքը կոչվում։ Սա էլ հիմա կցանենք, սիրելիներս։ Այս մի կողմն էլ մյուս սորտը կցանենք, այս արկղի մեջ ասել եմ ձեզ, ընդամենը 2000 հատ ծաղիկ է տեղավորվում։ Նու մարտի 10-ից հետո արդեն սկսում ենք պիկիրովկան անել, չէ՞, մարտի 10-ից 15-ից հետո, անցած տարի մարտի 15-ից հետո ենք պիկիրովկան արել, եղանակները տաք էին լավ, անցած տարի գրեթե ձյուն էլ չեղավ Մոսկվայում։ Մինչև կեսը դիբերի։ Մինչև արկղի կեսը պետքա ցանենք էսի։ Նայեք ինչքան նոսր ենք ցանում, շատ խիտ չենք ցանում, սիրելիներս, որպեսի ինչի համար խիտ չենք ցանում, որպեսի մեր սատիլները շատ բարալիկ չլինեն, որպեսի կարողանանք մենք պիկիրովկան անել, թաղարը դնել, պիտունյան ինքը շատ նուրբ է, ամենաբարդը պիտունյան է, օրինակ գազանյան, վիոլան շատ հեշտ է պիկիրովկա անել, բայց մեզ մոտ ամենաշատը լինում է պիտունյան, մոտավորապես 6000-ից 7000 հատ սերմ ենք առնում, տարբեր սորտերի 6-ից 7 տեսակ ենք առնում, սիրելիներս։ Կոտորվում ենք այդ պիկիրովկայի սեզոնին մի խոսքով։ Նայեք, սա էլ սպիտակներ, չէ, բացեցինք։ Այս էլ դեղին է, բալոչկայևա, նայեք, այս սպիտակն է, բայց այս էլ սենց ամանի մեջ էր սերմը լցրած, նայեք, այս տարի հա, սենց մեծ ամանի մեջ են լցրած սերմերը։ Երևի ինչ ունել են դրած։ Այս էլ դեղին է, բալոչկեն։ Շատ խիտ չենք անում, ժողովուրդ ջան, նոսր ենք բռնացնում։ Այդտեղ մատով անում ես, եթե ճիշտ ասած, պետք է հատու ծստերու բջկա է, զեցում ես մեջի հատի ցանում է, ագրանցա պետք է արել։ Հատինա վայբերից էլի դες մա։ Հա, կարելի է նայել։ Սիրուն հատի ցանում է։ Նայեք, սիրելի հետևորդներ, երբ որ տվյալ սերմը ցանում ենք, արկղների վրա կպցնում ենք
սերմի ծաղիկի անվանումը, գույնը, որպեսզի մենք տարբերենք ամեն արկղների գլխի մասը, նայեք, այստեղ կպցրել ենք վիոլաները, սա միքսն է մեր վիոլան, եկեք ինձ օգնելու, եկեք մեզ օգնելու մարտի 15-ից հետո պիկերովկա անելու, ժողովուրդ ջան։ Ուղիղ մի ամիս հետո մենք օգնության կարիք ունենք պիկերովկա անելու, ովքեր են գալու մեր մոտ պիկերովկա անելու, գրեք տեսնեմ, ովքեր են գալու ինձ օգնելու։ Նայեք, այսպես փայտ ենք դնում արկղի վրա, որպեսզի ցելոֆանը բարձր պահի, սիրելիներս, եւ հիմա ցելոֆանով կփակենք, ստեպլերով կամրացնենք եւ կդնենք մի կողմ եւ կսպասենք մինչեւ մեր սերմերը ծլեն։ Այսքանը այսօր, սիրելիներս, մինչ նոր հանդիպում։